պիտի կրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, այսօրնյալ օրը Տիրոջ պարգևած, մենք նորից շարունակում ենք մեր եթերը եւ ներողություն ենք խնդրում երեկվա համար, ուղղակի տեխնիկապես ոչ մի ձևով չկարողացանք միանալ եթերին, պետք է հեռակապ ունենայինք, հեռակապով մեզ էլի Արսեն եղբոր հետ, բայց նա չկարողացավ այդտեղից ինձ հետ կապվի, մոտ 20 րոպե չարչարվելուց հետո հասկացանք, որ այսօր չի ստացվի մեր եթերը, բայց այսօր միացել ենք մեր Հովանես եղբոր հետ Մարսելից, Հովանես եղբայր բարի լույս, լավ է որ ստացվեց մեզ մոտ միանալը, շնորհակալ ենք որ միացար մեզ։ Ես էլ Աբրահամ եղբայրան, իհարկե երբեմն լինում են այդպիսի բաներ։ Այդ ամեն դեպքում մեծ մասով Փառք Աստծո հաղորդումները լինում են Փառք Աստծո եւ շարունակական են։ Ես միշտ ստրես եմ տանում, որ հաղորդումները երբեմն տեխնիկական պատճառով, հարգելի պատճառով չի ստացվում ու վատա դա, բայց ինչ ունենք։ Եվ այսօրվա թեման Հովանես եղբայր հոգևոր մարդ է, այդպես կարճ վերնագրով, ես ուզում եմ հարցերով սկսեմ նախաբանը այսօրվա, եթե թույլ տաք, հոգևոր մարդ ասելով ինչ ենք հասկանում, որովհետև այսօր այդ խոսույթը, խորհուրդը այդ խոսույթի շատ, այսպես ասած, կորցրել է իր արժեքը, այդ բարձունքը, շատ անգամ հոգևոր մարդու կերպար երբեմն ասոցացվում է մեր մեջ մարդ, որը գնում է եկեղեցի հավաքույթների, այսպես ասած, երբեմն գիրք է կարդում, աղոթք է անում, եւ դա կապում են հոգևոր մարդ կերպարի հետ, այ կուզեի ասած մի կարճ ձևով ներկայացնես օրինակ հոգևոր մարդու այդ բարձր արժեքը ինչի մեջ է կայանում որպես նախաբան եթե տերմ ձևով ասեմ կայանում է վերստին ծնված լինելու մեջ այսինքն հոգուց ծնված հոգի է որտեղ մյուսը մարմնից ծնված մարմին է որին ասեցինք շնչավոր մարդ դրա համար այս հաղորդումը կլինի անցյալի շարունակություն մի ձևով ամեն եւ ճիշտ է որ հոգևոր մարդը երբ որ սկսում է առաջնորդվել շնչավոր մարդու կողմից դա արդեն հոգևոր մարդ չի որտեղ հոգևոր մարդը Սուրբ Հոգու կողմից է առաջնորդվում դա բոլորովին ուրիշ աշխարհ է ուրիշ չափողականություն է բոլորովին այնպես որ բայց մենք տեսնում ենք նաև որ առաքյալը այդպիսիներին նաև կոչում է մարմնավոր նրանք հավատացյալ են նրանք ունեն վերստին ծնունդ որտեղ Քրիստոսում են ինքը բացատրում է պարզապես աճ չկա մանուկ չէ որ մանուկ է կաթի կարիք կա որովհետև եթե գաղափարը նա է որ հոգևոր մարդը այն է որ ինչ որ արարողությունների է մասնակցում միայն հավատում է որ Աստված կա եւ այլն իհարկե դա դեռ հասուն մարդ չի հասուն հավատացյալ չի դրա համար նախ վերստին ծնունդ հետո աճ սա է հոգևոր մարդը անպայմանորեն վերստին ծնունդ այսինքն հոգուց ծնունդ է պետք որ հոգի լինի եւ հետո այդ հոգի եղող Աստծո որդին այսպես ասած
աճում է։ Սա է հոգևոր մարդը։ Ուրեմն նա ծնված է, նոր արարած է, ներքին մարդ կոչվածն է եւ ունի ընթացք, ունի աճ հասնելու միջև այդ Աստծո որդու չափին, հասակին, ինչպես ասած։ Ուրեմն հոգևոր մարդ հասկացողությունը սա մի գործընթաց է, որը մեզ կարելի ասել կտրում է մարմնավոր կամ երևույթային իրականությունից եւ բարձունքների, այսինքն հոգևոր իրականության մեջ է մտցնում այս ժամանակավոր աշխարհում, այս ժամանակի տարածության մեջ։ Շատ լավ, այսօր կբացահայտենք դա ավելի Հովհաննես եղբայր, ես վստահ եմ, որ շատ լուրջ բացահայտումներ է լինելու ձեր միջոցով հոգևոր մարդու կերպարի մասին եւ վստահ որ մենք պետքա յուրաքանչյուր Աստծո մարդ կամ որդի սա գիտակցի, որ հոգևոր դեռ հասունություն է պետք մեր կյանքի մեջ լինելու հոգևոր մարդ։ Շատ լավ։ Դե մի երկից հետո մենք նորից կմիանանք, մինչև մեր մյուս քույր եղբայրներն միանան մեզ եւ շարունակենք մեր եթերը։ Քո փառքը Տեր տեսնել տուր մեզ։ Տեսնել դուր մեզ խորանը քո կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դուր քեզ օրտոներին նոր երգեր դուր թող քո որդիներն դառնան քո փառքը տեսնել դուր մեզ խորանը քո կանեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դու քեզ օրհնողներին նոր երգեր դու թող քո որդիներ նորոգի դու մեզ գոհ լցրում ես լուսավորիր մեզ Մոտեցրու քեզ նորոգիր դու մեզ գոհ ամրեցրում ես թող աղոթքի ոգին մեզ վրա ավիտյան քեզ մոտ միայն կասել և օրհնություն քեզ մոտ միայն կա Սառաներին ասպարես դու քեզ օրհնողներին նոր երգեր դու թող քո որդիներն դառնան Քո փառքը տեսնել դու մեզ խորանը քո կանգնեցրում էր մեզ քո ծառաներին ասպարես դու քեզ օրհնողներին նոր երգեր դու թող քո որդիները դառնան կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դու քեզ օրհնողներին նոր երգեր դու թող քո որդիներն դառնան նորոգի
ասպարես դուր Քեզ օրտոների նոր երկեր դուր Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Հավիտյան քեզ մոտ միայն կասեր և օրհնություն Քեզ մոտ միայն կա ուրախություն Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրտոների նոր երկեր դուր Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Այս երկի մեջ սիրում եմ այս նախադասությունը քո ծառաներին ասպարես դուր ինչ հիանալի խոսքեր հոգևոր մարդը Հովհաննես եղբայր սիրով լսում ենք քեզ Շատ լավ եղբայրս բայց կներես միջև սկսես կուզեմ անպայման քաջալերեմ մեր քույր եղբայրներին որ խնդրում եմ կիսվեք այս եթերը ովքեր որ հիմա կան եթերի մեջ թող կիսվեն համարձակ կիսվիր որտեվ դա մեծ գործ կլինի քո կողմից դու մասնակից ես դառնում այս ծառայությանը քո կիսվելով խնդրեմ Հովհաննես եղբայր այո ուրեմն կուզեի որ սկսենք առաջի Կորինթացիս 2-րդ գլխից մի հատված կարդալու ես ուրեմն նշել էի միայն 15 համարը բայց հիմա մենք ավելի վերևից կարդանք որպեսզի տեսնենք թե ինչի մասին է իրականում այս ամենը եւ հոգեվոր մարդու բնույթը ինչպես է բացահայտվում այս հատվածի մեջ քո հարցումը ինձ տվեց ուղղություն թե որ ուղղությունով պետք է գնանք որովհետեւ գիտես ամեն թեմա կարելի է տարբեր կողմերից մոտենալ շեշտելով այս կամ այն հանգամանքը այդ թեմայի մեջ հիմա ուրեմն ես այս ուղղությամբ պետք է գնամ դրա համար եկեք կարդանք 10 համարից ուրեմն առաջի Կորինթացիս 2-ի 2-րդ գլխի 10 համարից միջև վերջ կարդանք ուրեմն այսպես է գրված բայց մեզ հայտնեց Աստված իր հոգովը որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ շատ հետաքրքիր է սա այս խոսքերի կշիռը Աստծո խորքը ուրեմն որովհետև մարդկանցից ով գիտե մարդի բաները եթե ոչ մարդի հոգին այստեղ տեսնում ենք որ մարդը ունի հոգի բայց դա Աստծունը չի ուրեմն որովհետև մարդկանցից ով գիտե մարդի բաները եթե ոչ մարդու հոգին որ նրանում է այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի եթե ոչ Աստծո հոգին այստեղ տեսնում ենք որ մեր հոգին մարդկային հոգին մենք մարմին շունչ հոգի ենք այդ մարդկային հոգին որ մեր մեջ է նա չի կարող Աստծո բաները քննել Աստծո խորքը քննել չի կարող ինքը մեր խորքը կարող է որոշ չափով քննել մարմնից ծնված մարմնի մասին է խոսքը այդ մարմնից ծնված մարմինը միայն մարմին չի դա նշանակում է որ մարմին շունչ հոգի է մենք դա գիտենք Աստծո խոսքից բայց այստեղ ուրիշ բանի մասին է խոսքը սա Աստծո հոգու մասին է որ քննում է Աստծո բաները հետո վերջը կտեսնենք որ հոգևոր մարդն էլ է քննում հոգևոր մարդը ուրիշ չափողականության մեջ է դա ակնհայտ պետք է դառնա այս տեքստի մեջ այս հատվածի մեջ եւ ասում է
Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցավ մեզ։ Ուրեմն քանի որ անկարելի է մեր սեփական մարմնից ծնված մարմին վիճակով ճանաչել այն բաները, որ Աստված տվեց մեզ անհրաժեշտ է, որ ոչ թե այս աշխարհի հոգին նկատի ունի մեր բնական վիճակի հոգին, ուրեմն ապա Աստվածանից եկած հոգին, որպեսզի ճանաչենք այդ բաները, որ Աստվածանից տրվեցավ մեզ, որն էլ խոսում ենք, այսինքն առաքյալը հաստատում է, որ ինքը դա էլ հենց անում է, ինքը իր սեփական հոգին չէ, որ առաջնորդում է իրեն, հապա Աստծո հոգին է, որ առաջնորդում է եւ հիմա խոսում է։ Իսկ ուրեմն գործնական կողմը անմիջապես ինքը ցույց է տալիս, որ դա էլ անում է հենց հիմա։ Որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորածներով, հոգևորները հոգևորների հետ համեմատելով։ Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար եւ չի կարող էլ գիտենալ։ Որովհետև հոգևոր կերպով են քննվում։ Սրա մասին անցած անգամ խոսեցինք։ Հիմա 15-ը, բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է։ Եվ ինքը ոչ ոքից չի քննվում, այսինքն ոչ ոքից շնչավորի կողմից։ Շնչավորը չի կարող անգամ քննել այն հոգևոր կերպը, որ հոգևոր մարդը ունի։ Շնչավորի կողմից դա էլ չի քննվում, չի հասկացվում։ Որովհետև ով գիտած Տերոջ միտքը, որ բան սովորեցնե նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Հավասիկ առաքյալի մեզ ուղարկված, որը ինքը իր վկայությունով ասում է, որ հոգուց առաջնորդված է, այս ինչ որ ասում է, որ հանձնված է այս Կորինթացիների նամակի մեջ։ Հիմա մենք այդ հարցումով սկսեցինք, վերջապես ով է այդ հոգևոր մարդը, ինչ երևույթ է։ Այդ պատճառով է, որ չափորոշ իջներով ենք հասկանում, որ հոգևորը հա։ Եվ ես քանի որ համեմատություն արեցի Հիսուսի ասածի հետ, որը Նիկոդեմոսի համար էր, որովհետև այդ մարդը, երբ որ Հիսուսը ասեց պետք է վերստին ծնվել, առանց որի Աստծո արքայությունը չես կարող մտնել, նա էլ ասեց ես ինչպես կարող եմ իմ մոր որովայնը մտնել եւ ծնվել, այսինքն նա հասկացավ, որ խոսքը ծնվելու մասին է, իսկ ծնվելու մասին Նիկոդեմոսը մեկ գաղափար ուներ, ինչպես մենք, որ ծնվում ենք մեր մորից, մեր հոր կողմից եկած սերմով։ Եվ բնականորեն ուրիշ տեսակ չգիտենք ուրիշ ծնունդ, բայց Հիսուս ասում է, որ կա ուրիշ ծնունդ, ուրիշ չափողականության մեջ, դա որն է, հոգուց ծնվածը հոգի է։ Իհարկե Նիկոդեմոսը նորից չկարողացավ պարզ հասկանալ, թե ինչումն է բանը, ինձ թվում է նա վերջում հասկացավ, երբ որ Քրիստոսի խաչվելուց հետո այնտեղ ներկա էր եւ վստահ եմ, որ Սուրբ Հոգին երբ որ եկավ բնակվելու իրենների մեջ, նա բացատրեց, թե ինչումն է։ Ուրեմն այստեղ հատվածի մեջ նաև կարդացինք, որ սա Աստծուն սիրողների վերաբերյալ է, այսինքն նրանք, ովքեր իրեն են պատկանում, իրեն պատկանողների մասին է, եւ իրեն պատկանողներն են կարողանալու
վերստին ծնվել։ Ես մի փոքր շատ չէ, բայց սա էլ թեմայի մեջ էր, բայց ուղղությունը մի քիչ փոխվեց, բայց ես ուզում եմ կարճ մի ներկայացում անել վերստին ծնունդի վերաբերյալ։ Նիկոդեմոսը շատ լավ գիտեր, որ ծնունդ ունենալու համար պետք է համապատասխան սերմ եւ այնպիսի միջավայր, որը նույնպես համապատասխան է բեղնավորման համար, որովհետեւ եթե ուրիշ անհամապատասխան տեղ ընկնի այդ սերմը չի կարող բեղնավորել։ Ինչպես նաև մենք օրինակը ունենք, որ Աստծո խոսքը որպես սերմ ցանվում է եւ միայն պարարտ հողի մեջ է տտուր տալիս։ Ուրեմն անհրաժեշտ է որոշակի պայմաններ եւ համապատասխանություն ծնունդ մեջտեղ բերելու համար։ Եւ քանի որ Հիսուսը զուգահեռ է դնում հոգուց ծնված հոգին նույնպես, ինչպես մարմինից ծնվածը մարմին է, այնպես էլ հոգուց ծնվածը հոգի է։ Նույնն էլ այստեղ է։ Հոգևոր ծնունդ ունենալու համար անհրաժեշտ է սերմ, Աստծո սերմ եւ համապատասխան միջավայր, որպեսզի այդ սերմը կարողանա ծնունդ մեջտեղ բերել։ Եվ իմ հաղորդումների ժամանակ ես հաճախ ասել եմ, որ նրանք ովքեր որ Աստված ճանաչում է իրեններին, սա իր հիմքն է։ Նա ճանաչում է եւ տեսնում է այդ միջավայրը, որի մեջ իր սերմը կարող է ծնունդ առաջացնել։ Այդ միջավայրը կոչվում է ճշմարտություն։ Սերմն է կոչվում ճշմարտություն, որտեղ Աստծո խոսքը սերմ է եւ խոսքը ճշմարտություն է, ասեց Հիսուս։ Այս է, որ համապատասխանում է։ Ուրեմն, երբ որ Դավիթը իր Սաղմոսի մեջ 51 իրեն ներկայացնում է մեղավոր ծնունդ, այսինքն մայրս ինձ մեղքով հղացավ եւ ես մեղավոր ծնվեցի, բայց ասում է դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ։ Գիտես այս խորհուրդությունը, որ մենք մի ուրիշ տեղ կկարդանք դրա մասին, սա այնպիսի մի բան է, որ իհարկե այսօրվա տերմիններով երիկամի փոխարեն մարդիկ կասեին գենի մեջ, DNT-ի մեջ։ Այն ժամանակ Դավիթը չէր կարող տենց բան ասել։ Այն ասում է երիկամի մեջ։ Ուրեմն Աստված անթափանց է իր համար, ինքը տեսնում է միջև այդ խորքերը։ Հիշում ես Աստծո խոսքը, այսինքն այդ սերմը, տես ինչպես է գնում, հասնում միջև, եկեք կարդանք մեզ համար շատ ծանոթ Եբրայեցիս 4-րդ գլխի մեջ, Եբրայեցիս 4:12-ը ասում է, որովհետև այդ սերմը, հիմա դուք պատկերացրեք իմ ներկայացրած ձևով, այսինքն մենք այս հատվածը կարդացել ենք, բայց երբեք այս տեսանկյունից չենք նայել, որպես սերմ, թե ուր է գնում։ Ասում է, որովհետև Աստծո խոսքը այդ սերմը, հոգևոր սերմը, այլ կերպ ասած, իր մեջ կյանք ու հոգի պարունակող ճշմարտության սերմը, կենդանի է, այսինքն կյանքի մեջը, եւ զորավոր, եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, եւ թափանցում է, մինչև շունչի եւ ոգու եւ հոտվածների եւ ծուցկի բաժնվիլը։ Ոչ թե գնում է բաժանելու, ոմանք ճիշտ չեն հասկանում, գնում է եւ սենց բաժանող, գնում է միջև ակունքը դրանց, որտեղ որ իրանք սկիզբ են առնում, միջև այդ բաժանմունքն է գնում։ Հետո եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները, քանի որ հոգևոր սերմ է եւ անունն էլ ճշմարտություն, քննում է եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, ամենն էլ մերկ եւ բաց է նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը։ Այսինքն մենք գործ ունենք իր հետ։
կամ մի թարգմանություն ասում է, որի արժև է մեր հաշիվ տալը, որին հաշիվ ենք տալու։ Ի նկատի ունի, որ այս խորունգ եւ սերմը թափանցում է միջև այնտեղը, որտեղ որ իրեն հարմար միջավայր է, որպեսզի ծնունդ մեջտեղ բերի։ Սա ճիշտ նման է մարմնից ծնված մարմնին, այսինքն Հիսուս ինչ-որ տեղը չի, որ այս երկուսը զուգահեռ դնում է մեր առջև։ Ուրեմն սա վերստին ծնունդի մի փոքր այս մասին ուրիշ թեմա է, եթե Տերը կամի, մի ուրիշ անգամ խոսենք այս մասին։ Բայց հիմա այդ ուղղությունը բերենք կարծելով, որ խոսքը գնում է արդեն այդ ծնվածների մասին, որոնք են միայն, որ կարող են դառնալ հոգևոր մարդ։ Առանց վերստին դի հնարավոր չի հոգևոր մարդ, որովհետև մենք բոլորս շնչավոր ենք, մարմնից ծնված մարմին ենք։ Ուրեմն հոգուց ծնված հոգի պետք է։ Եվ սա է այս երկուսի տարբերությունը, որ առաքյալը մեր առջև դնում է։ Եվ տեսնում ենք, որ այս հոգուց ծնված հոգին, այսինքն հոգևոր մարդը Քրիստոսի միտքը ունի, որտեղ որդի է։ Այսինքն ցուցիչներից մեկը դա է, որ Քրիստոսի միտքը ձևավորվում է հոգևոր մարդու մեջ։ Այո, ձևավորվում է նրա մեջ ըստ այդ որդի լինելու հասակի։ Հենց նրա ճանաչելը եւ հասնել նրա կատարել մարդու եւ նրա Քրիստոսի հասակին, սա է նշանակում։ Ուրեմն դրա համար ասացի, որ հոգևոր մարդը միևնույն ժամանակ աճում է, աճ է։ Չի կարող չաճել։ Եթե չաճի, առաքյալը նրանց կոչում է, չէ՞ որ դուք դեռ մարմնավոր եք։ Իսկ այդ աճը շատ հետաքրքիր երևույթ է, որովհետև մեկը աճում է մյուսի մեռնելու հաշվին։ Այսինքն մարմնից ծնված մարմնի մեղավոր բնույթը քայքայվում է, մեռնում է, վերստին ծնված նոր մարդու աճին համեմատ։ Որքան աճում ես, այդքան ես կարող եմ ասել, որ մեր եսի մահը սկսում է հոգևոր ծնունդով։ Վերստին ծնունդով սկսվում է մեր եսի մահը։ Առանց վերստին ծնունդի այդ մահը չի իրականանա։ Որովհետև փոխարինող չի լինի։ Փոխարինող է պետք, որպեսզի մարդի եսը սկսի մեռնել, ուրացվել, խաչի վրա կանված մնալ եւ այլն։ Հիմա իհարկե մենք շատ քարոզներ լսում ենք այն մասին, որ արդեն մեռանք վերջացավ, այլևս ոչինչ չկա եւ այո, սա մեր հավատքի դիրքն է Քրիստոսի մեջ։ Բայց մենք չենք անտեսում մեր վիճակը, այսինքն մենք մարմնից ծնված մարմին ենք նաեւ։ Եթե չլինեինք, Հիսուս չէր ասի այդ մասին։ Եվ այդ գործընթացը կատարվում է մեր մեջ։ Եկեք միտեղ էլ կարդանք, ուրեմն երկրորդ Կորինթացիս կամ ավելի ճիշտ սկզբից կարդանք Հռոմայեցիս 6-րդ գլխից, ուրեմն Հռոմայեցիս 6 կարդանք 1-ից 7, որովհետև հետո կտեսնենք, թե սա իրականում ինչպես է կատարվում։ Ուրեմն Հռոմայեցիս 6 առաջինից, որ ասում է, արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա։ Քավլիցի, մենք որ մեռանք մեղքին, էլ ինչպես դեռ կապրենք նրանում։ Կամ չգիտեք, թե քանիներս, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք, նրա մահվանը մկրտվեցանք։ Մկրտվել նշանակում է ընկղմվել։ Նրա մահվան մեջ ընկղմվեցինք։
մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ մանգանք։ Չի ասում մանենք գալիս, այնպես էլ մանգանք։ Մանգանքը նկատի ունի մեր բոլոր գործողությունները պայմանավորված իր խոսքով։ Հիմա այս կյանքի նորոգության մեջ մանգալու զուգահեռ ես ուզում եմ կարդանք այս հաջորդ տեղը, ուրեմն երկրորդ Կորինթացիս, հետո կվերադառնանք նորից սրանց, երկրորդ Կորինթացիս ուրեմն 4-րդ գլխի 16 ասում է նրա համար չենք թուլանում, այլ թե եւ մեր դրսի մարդը փչանում է, դրսի մարդը շնչավոր մարդն է, դրսի մարդը մեր այդ մեղավոր բնույթ ունեցող եսն է, դա է մարդը, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է, ուրեմն ինչ է տեղի ունենում, շատ յուրօրինակ գործընթաց, այդ նորոգության մեջ քայլելը նշանակում է սա, որ ներքին մարդը նորոգվում է օրեօր, այն չափով, որ չափով դրսի մարդը փչանում է։ Սա է հոգևոր մարդը, որի մեջ այսպիսի բաներ են տեղի ունենում։ Ամեն։ Բայց ինչպես ասացի, առանց վերստին ծնունդի այս բաները չեն սկսի ոչ էլ տեղի կունենա։ Վերստին ծնունդով, այսինքն նոր մարդու գոյությամբ, ներքին մարդու գոյությամբ պայմանավորված է այդ եսի մահը։ Ուրեմն Նաև այս նույն երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ եւ 17 համարը կարդանք, ասում է, ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, ասում ես պայմանը սա է, Քրիստոսում լինել, սա էլ առանց վերստին ծննդի տեղի չի ունեն, նոր ստեղծված է, հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Ինչը նոր եղավ, այս նոր գործընթացը սկսվեց, այս տեսակ գործընթաց գոյություն չուներ, եւ այս տեսակ գործընթացի մեջ մտածներին, առաքյալը Փիլիպպեցիս թղթի մեջ ասում է մենք որ կատարյալ ենք, այսինքն այդ գործընթացը մեկնարկել է, եւ քանի որ հեղինակը մեկնարկի Աստված է, նա իր գործը միջև վերջ է տանելու։ Դրա համար էլ արդեն կարող ենք համարել կատարյալ։ Բայց դա մնում է գործընթաց, այսինքն մեկի փչանալը, կայկայվելը, մեռնելը, մյուսի նորոգվել։ Այս նոր կյանքի մեջ, նորոգված կյանքի մեջ քայլել։ Հոգևոր մարդը այս տեսակ է։ Ուրեմն ես կուզեի նաև մենք այսպիսի հարց տանք մեզ Հիսուսի բերած օրինակը անպայման ենթադրում է սերմ լինի մարմնից ծնված մարմինը լինի հոգուց ծնված հոգին երկուսի համար էլ սերմ է պետք Եթե սերմի խնդիր է, ուրեմն մարմնից ծնված մարմինը ունի ժառանգականության հետևանք։ Այսինքն մենք ինչ որ մեր մարմնից ծնված մարմինը ունի, դա ժառանգել է։
ժառանգել է իր ծնողներից, ծնողներն էլ ժառանգել են իրենց ծնողներից եւ այսպես գնում հասնում ենք մինչեւ սկզբնական սերմը։ Այդ սկզբնական սերմի մեջ է այդ ինչ որ մենք ժառանգում ենք, որ կոչում ենք մարմնից ծնված մարմին։ Այդ մարմնից ծնված մարմնի մեջ կա մեղքի օրենք։ Գենետիկ ժառանգություն։ Հետևաբար այդ բոլորը գենետիկ բնույթ ունի, այո։ Այդ բոլորը ունի այդ խորը տեղերը, որ գնում մտնում է ասո խոսքը, այնտեղից է գալիս, ակունքը կա։ Օրինակ, իսլամը չի հավատում սրան։ Նա բնօրինակ մեղք չի ընդունում, հետևաբար հնարավոր չի մեղքը լինի ժառանգական։ Հնարավոր չի։ Այսինքն չի ընդունում, որ մեղքը ժառանգական փոխանցվում է։ Չի ընդունում խորհուրդը։ Եվ պարզ չի լինում, թե մարդը ինչի այդ դեպքում մեղք գործում, ուրեմն մեղք էլ գոյություն չունի։ Այդ ինչ որ անում է, դրա անունը մեղք չի, ապա ուղղակի այդպես է։ Եվ դրա համար էլ յուրօրինակ բնույթ ունի իրենց մեղք գործելու եւ հետո գնալու եւ ասենք նամազանելու եւ ինչ որ ձևով այդ մեղքի հարցը լուծելու։ Ինչևէ, ես շատ մասնագետ չեմ, բայց որքան ընդհանուր առմամբ գիտեմ, որ սա այսպես է, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք ժառանգականության գործընթաց մարմնից ծնված մարմնի վերաբերյալ։ Բայց նույնն էլ հոգուց ծնված հոգին է։ Դա էլ հոգևոր ժառանգություն ունի։ Դրա համար է անընդհատ խոսում ժառանգելու մասին, Աստծո որդիների մասին։ Սա այն մարդիկ, ովքեր որ կուզենային ավելի խորը հասկանալ եւ Աստվածաշնչի մեջ տեսնել սա, ես խորհուրդ կտայի, որ ուսումնասիրեն ավելի խորը եւ տեսնեն, որ սա իրոք կապված է ժառանգականության հետ։ Եթե ժառանգականության հետ, ուրեմն անպայմանորեն սերմ հասկացողություն է։ Միանշանակ։ Սերմի մեջ օրինակի համար, գենետիկ ժառանգություն։ Հիսուսը երբ որ խոսում էր իրեն հավատացող այդ հրեաների հետ, նա շատ հստակ եղավ նրանց հանդեպ։ Իրենց ասեց, ձեր հայրը սատանան է։ Ձեր մեջ, որի մեջ, միևնույն ժամանակ իրենց մեջ, եթե իրենք նրա որդիներն են, նրա մեջ ճշմարտություն չկա։ Այդ ճշմարտությունը ինչն էր, ես քիչ առաջ ասացի, դա էր Աստծո հոգու գենը, այո, խոսքը, այն համապատասխան տեղը, համապատասխանությունը, որի մեջ սերմը բեղմնավորում է ստանում, այդ համապատասխան տեղը չկա, սատանայի մեջ չկա, իր որդիների մեջ էլ չկա, հետևաբար նրանց մեջ անկարելի է, որ Աստծո հոգու սերմը, ճշմարտության բնույթ կրող սերմը ծնի Աստծո որդի, որովհետև այդ միջավայրը չկա։ Սա է Հիսուսի ասածը, նրա մեջ չկա ճշմարտություն։ Հովհաննես եղբայր, ես հարց ունեմ, եթե կարելի է։ Խնդրեմ։ Տես դու խոսում ես շատ հետաքրքիր կարևոր բան ասացիք, մեջս արթնացավ այս հարցը, դու խոսացի ժառանգության մասին, այո, մենք շատ առնչվել ենք այս խոսքի հետ, ժառանգություն Աստվածաշնչի մեջ շատ կա ժառանգության մասին խոսքեր, Աստծուց տրված, եւ մեր մեջ միշտ ասոցացվել է ժառանգությունը այն, որ Աստված ինչ որ բաներ է մեր համար պատրաստել, որ մենք հետո երբ որ ապաշխարենք, վերստին ծնվենք, դրան կարժանանանք այդ պատրաստած բանին։ Բայց այսօրվա քո խոսքից ես մի հատ հետաքրքիր հայտնություն ստացա։ Փաստորեն ժառանգությունը արդեն սերմի մեջ կա, եւ դա ավելի ոչ թե իր
ձեռք բերելու կամ ինչ որ հասնելու նրան, որ կա ու դեռ մենք պետք է հասնենք, այլ այդ սերմի մեջ արդեն ամեն այդ բաղադրիչ մասերը ժառանգության կան։ Կարող ենք ասել օրինակ, արարել, ճշմարտախոս, Քրիստոսի միտք, հա, եւ այդպես շարունակ այդ բոլոր բաղադրիչները ինչ որ Տիրոջ մեջ կա, սերմի միջոցով մեր մեջ էլ է դա կարծես թե ծնվում եւ սա շատ հզոր է, այսինքն սերմի մեջ արդեն ունի այդ ժառանգությունը, արդեն տրված է մեզ։ Իհարկե։ Վաու։ Եվ դա կոչվում է։ Սա հոգեվոր մարդու կերպար։ Դա կոչվում է Աստծո որդի։ Շատ սիրուն է։ Ապրամ եղբայր։ Աստծո որդին հենց այդ սերմն է։ Բա ինչու ենք ասում, որ իսկ Աստծո որդին հենց ունի այն ինչ որ Աստված ունի։ Եթե Աստված հավիտենական է, այդ սերմն էլ է հավիտենական։ Հետևաբար այն միջավայրը, որը համապատասխան է այդ սերմին, որի մեջ ծնունդ է առաջանում, դա էլ է հավիտենական։ Դա ժամանակավոր չի։ Սատանայի որդիները ժամանակավոր են։ Նրանց մեջ չկա այդ հավիտենականությունը։ Չկա։ Նրանք ժամանակավոր են ստեղծվել, կարող եմ ասել։ Ինչ որ նպատակներով։ Ես կարող եմ ասել, որ Աստծո փառքի համար։ Այո, այդպես։ Եվ այդ ժամանակը վերջանում է երկրորդ մահով։ Այլևս չկա։ Նա։ Օրինակ, եթե օրինակ բերենք, հավիտենական կյանքի մասին մեր պատկերացումները ուրիշ են, բայց գենետիկ փոխանցումը ոչ թե դա պատկերացումը արդեն, այլ գիտակցությունը։ Դու այդպեսին ես դառնում։ Կամ օրինակ վախերի բացակայությունը մարդու մեջ, որը շատ տարօրինակ բան, աշխարհիկ մարդը միշտ վախերով ապրում։ Ու հանկարծ այդ գենետիկ փոփոխությունը մեր մեջ առաջացնում է սիրո դաշտ, որտեղ այլևս վախ չկա։ Դու ոչ թե տանջվում ես կամ ջանք ես թափում, որ չվախենաս, այլ դա չկա ուղղակի։ Սա շատ սիրուն բան է։ Շատ սիրուն է, ավելին ասեմ ես։ Մեղքել չկա։ Մեղքել չկա, այո, որովհետև Աստծո սերն է նրա մեջ է։ Հովհաննեսն է ասում։ Շատ սիրուն է։ Ուրեմն մենք անպայման որպեսզի ժամանակ խնայենք, ես ուզում եմ ձեզ պարզապես հիշեցնել, որ Հիսուսը ասում էր, որ նախ գիտենք, որ Աստծո հիմքը նա է, որ նա ճանաչում է նրանց, որ իրն են, սա Աստծո հիմքն է 2 Կորինթացիս 2:19, կարող եք կարդալ, բայց Հիսուսը ասաց, որ ես իմիններիս ճանաչում եմ եւ իմիններս էլ ինձ են ճանաչում, Հովհաննես 10:14։ Իրենները, ասում է, իր ձայնը լսում են, Հովհաննես 3:10 համար։ Ալո, ինչ է նշանակում։ Իրեն լինելը, ինչ է կարծում, մարդու ազատ կամքից է կախված իրեն լինելը, իրենը։ Այ ստեղ է գաղտնիքը, որ շատ հարցեր կարող է լուծել, եթե սա ժառանգական բնույթ ունի, եւ սա Աստծո ճանաչության մեջ է։ Մենք գիտենք, որ անգամ չծնված, անգամ բարի չար չգործած, ինքը ճանաչում է, սիրում է Հակոբին, ատում է Եսավին։ Մենք լավ պիտի տեսնենք, օրինակ Հռոմայեցիս 9-րդ գլխը ամբողջովին, կարդացեք, գաղտնիքները դրա մեջ է։ Նա ասում է, իր բարկությունը կա, բայց համբերում է այն անոթներին, որ կորուստի համար է ստեղծել։ Ոնց թե կասես, անոթներ կան, որ կորուստի համար է ստեղծել, այո։ Սա պետք է սա տեսնել։ Ամեն դեպքում եւ ինչ ասեց Պիղատոսին Հիսուս, երբ որ ասեց ես ճշմարտության համար եմ եկել, որ վկայեմ։ Ով որ ճշմարտությունից է, ինձ լսում է։
լսելը գիտես որն է, երբ որ լսում ես այդ սերմը, հավատքի առաջանում, այդ սերմը գնում է, միջև գտնում է իր համապատասխան գենը։ Այդ լսելը սա է։ Եվ Աստված սիրտը բացում է այսպիսիներին, որ այդ սերմը տեղ հասնի։ Երբ որ լսում են։ Բայց Հիսուս ասեց, դուք չեք լսում, որովհետև ձեր մեջ չկա այդ տեղը, այդ ճշմարտություն։ Թեև Աբրահամի զավակ եք, սերունդից եք, բայց որդի չեք։ Որդի չեք, որտեղ որդին ունի այդ գենը ճշմարտության։ Դուք չունեք։ Ձեր հայրն էլ չունի։ Նա ստության գեն ունի։ Տեսնում ես Աբրահամ եղբայր, այսինքն այս հարթակը չի բան չունի, որպեսզի ես շատ խորերը գնամ, բայց ես կարծում եմ, որ այն հավատացյալները, որոնք իսկապես Սուրբ Հոգով առաջնորդվում են, Սուրբ Հոգին կտանի իրենց ցույց տալու շատ բաներ, որը շատ անհայտ անհասկանալի օդից կախված բաներ իրենց տեղը կտնեն եւ իրականություն կդարձնեն շատ բաներ, որոնք մենք ստիպված մարդկայնորեն սկսում ենք սարքել, որպեսզի նմանացնենք նրան, սարքել պետք չի, դա ինքիրան կլինի, երբ որ ամեն բան իրանց տեղերում լինեն, այդ պատկերը անմիջապես կերևա եւ կգործի։ Ուրեմն երբ որ Հովհաննես 8:44-ի մեջ ասեց, որ նրա մեջ ճշմարտություն չկա, չի կարող լինել։ Նրա մեջ կա ստություն, մարդասպանություն, որ ի սկզբանե այդպիսին էր ձեր հայրը։ Օրինակի համար Հռոմայեցիս 8-ի մեջ, որը մենք շատ սիրելի եւ հարուստ ամեն ինչով գլուխ է, 32 համարը ասում է մեզ ասում է, որ ներողություն մի վարքան, ես տեղը կորցրեցի ոնց որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհին մեզ։ Ով է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է, որ արդարացնում է, եւ այլն։ Մենք Եթե Աստված մեր կողմն է, ով հակառակ կլինի մեջ, նախորդ համարն է ասում։ Եվ ավելի առաջ, եթե ուզում եք, թե ինչի մասին է խոսքը, ես ավելի սկզբից կարդամ, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանելով կանչված են։ Ինչպես են կանչված։ Նրա ճանաչությամբ, այսինքն նա գիտի իրեններին, սա է իր հիմքը, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, եւ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեցել եւ որոնց կանչեց նրանց արդարացրեցել եւ որոնց արդարացրեց նրանց փառավորել արավ։ Ուրեմն մենք տեսնում ենք, թե սա ում մասին է խոսում։ Եվ այլն, ինչ որ կարդացի։ Սրանք բաներ են, որոնք հուշում են մեզ, հուշում են։ Ես ուզում եմ նաեւ երկրորդ համարը կարդալ այս նույն գլխի, որ մեզ ասում է,
որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահվան օրենքից։ Եվ մենք գիտենք, որ սա ճշմարտությունով է կատարվում։ Ճշմարտությունն է գալիս եւ ազատ արձակում։ Այսինքն այդ միջավայրը, որը գերի է, մեղքի օրենքը կրող մեր բնության, մեր մարմնից ծնված մարմնի բնության մեջ, նա կա եւ Աստված տեսնում է դա, այդ գերությունից ազատում է նրան։ Ինչպես է ազատում, հանդիպումով, հանդիպում է Աստծո հոգին գնում հանդիպում է այդ հոգու հետ եւ այնտեղ վկայություն է մեջտեղ գալիս, որ սա Աստծո որդի է։ Եվ ասում է, քանի որ Աստծո որդի է, քանի որ որդի է, իր որդու հոգին նրանց մեջ դրավ։ Քանի որ որդի է, նշանակում է, որ նա առանց ճանաչելու չէր կարող այդպիսի բան անել, նա սկզբից գիտի թե իր հոգին ում մեջ է, ինքն է այդ հոգին, ինքը գիտի ում մեջ է գալու բնակվի, դա չի սխալվում, եթե նա գիտի, որ այստեղ չկա համապատասխանություն իրեն, ինքը տեղ չի գա բնակվի, այդտեղ բնակություն հաստատված կա արդեն, ստությունն է, բայց ինքը երբ որ ճանաչում է իրեն համապատասխանությունը իր որդուն, ինքը գալիս է այդ ստությունը, այդ գերությունից ազատում է, գերություններ գերի է բռնում, այսինքն նրան վռնդում է այդտեղից, ինչ է նշանակում դև անել, նա վռնդում է այդտեղից այդ գերությունը եւ ծնում է իր որդին, սա հրաշալի է, երբ որ մենք այս խորությամբ տեսնում ենք, ուրեմն դուք պատկերացնում եք, թե հոգևոր մարդ ասածը ինչ տեսակ է եւ ինչպես է լինում հոգևոր մարդ եւ ինչպես է ձեռք բերում Քրիստոսի միտքը Ամեն Հիսուսը իր ավետարանում, ուրեմն Հովանու ավետարանի մեջ մենք քիչ առաջ ասացինք, ես ուզում եմ ուղղակի կարդալ այդ մասին, Հովանու 8:32 ասում է, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Ինչից կազատի։ Այդ մեղավոր բնույթից, որի տակ գերի է բռնված այդ միջավայրը, այդ Աստծո որդու միջավայրը, որտեղ հնարավոր է ծնունդ մեջտեղ բերել, նա ազատում է, թափանցելով միջև այդ խորքերը, աներևույթ տեղերը, սա էլ գենետիկ բնույթ ունի, այսօրվա գիտությունը գենետիկան միայն նյութական տեսանկյունից է քննում, որտեղ ավելին չի կարող, բայց մենք տեսնում ենք, որ եթե մարդը մարմին շունչ հոգի է, նշանակում այդ գենի մեջ կա մարմին շունչ հոգի։ Մենք դեռ շատ բան չգիտենք։ Շատ բաներ չգիտենք։ Ես երեք մեր կենսաբան եղբայրը կա այստեղ, որ գիտնական է։ Եվ ես իր հետ սկսեցի այդ մասին խոսել, ես անգամ ձեզ գծագիր դուրս տամ, այսինքն ինչ բաների մեջ ենք մտել։ Ուրեմն սա պարապտեղը չեմ ասում, ինչ որ ասում եմ։ Սա բավական հիմնավոր բան է, եթե ուզում ենք իսկապես տեսնել, թե ինչեր են թաքնված մեր խորունկ այդ ծածուկ տեղերում, բայց Աստծո համար ծածուկ չի տեսնում ես, նա մերկի պես թափանցիկ ամեն ինչ տեսնում է, այդ պատճառով է, որ մենք չենք կարող ճանաչել ով է իրենը եւ ով ոչ, մեզ տրված չի դա սրտեր քննել կամ թափանցել այդ տեղերը, մենք չենք կարող, գիտությունը թափանցում է, ասենք այդ 4
գամետ են ասում ինչ դրանց մեջ եւ դրանց կոդավորումները միայն դա ինչ որ բաներ հայտնաբերել է այո բայց դրա կողքը կա նաեւ որպես ժառանգական բնույթ ունեցող կեն նաեւ շունչը նաեւ հոգին հիմա ես մարմին շունչ հոգի եմ դուք իմ մարմինը տեսնում եք հնարավոր է մի քիչ գաղափար ունենաք իմ շունչի մասին, այսինքն իմ բնավորության կամ եսի արտահայտության եւ այլն, որը իմիջիալոց ասեմ, որը նորից ժառանգում ենք, մենք որոշ բաներ մեր ծնողներից ժառանգում ենք։ Հորդ նման ես, հա, բնավորությամբ։ Խոսելու ձևը, չգիտեմ ինչ եւ այլն։ Հետո, բայց ինչ վերաբերում է հոգուն, մենք բայց այդ հոգին է որ Աստծո պատկերը աղաբաղված է այդ հոգից է հոգու որովհետև մեր շունչը մեր ով լինելա մեր էությունը մեր եսը այդ հոգու բնությունն է հոգու նատուրան է ասենց ասեմ նա առանձին բան չէ անկապ մի բան նա նրա բնույթն է ինչպեսին հոգի այնպես էլ մեր շունչը այնպես էլ մեր բնույթը եթե հոգին աղավաղված է նեղքի պատճառով մահկանացու է դարել եւ այլն ուրեմն մեր շունչն է մեր եսն էլ գործում է դրա համապատասխան նրա միտքն է սրտի խորհուրդն է մահկանացու այդ սահմանների մեջ է իսկ մարմինը անդամները նրանք հնազանդ են ուրեմն մեր 5 զգայարանները եւ այլն նրանք գործիք են Ես հիշեցի Հիսուսի այս խոսքը աղոթքի մասին որ մեզ դասա տալիս ասում է մտի քո ներքին սենյակը եւ աղոթիր Աստծուն որ ծածուկումն է սա շատ ուղիղ կապ ունի այսօրվա թեմայի հետ նաեւ Աստված ծածուկում եղող Աստված դա եւ դա մեր մեջ դուք տեսնեք այո դուք կտեսնեք որ այս ինչ որ խոսում ենք զգացվում է որ խորություն ունի ինչու որովհետեւ հոգեվոր մարդու բնույթ ունի մեր խոսակցությունը հոգեվոր մարդը քննում է այս տեսակ բաներ սա շատ կարևոր է եւ մենք միևնույն ժամանակ գործնականորեն ցույց ենք տալիս թե հոգեվոր մարդը ինչ տեսակ է լինում նա Աստծո խոսքի մեջ տեսնում է անսահման հարստություն սնունդ այդ հոգեվոր մարդը սնվելու մեծանալու աճելու միևնույն ժամանակ այն մեղավոր բնույթը եսը իր մեռնելու ճամփի վրա առաջ տանելու համար եւ մեր խոսակցությունը միշտ ինչպիսին է մենք միշտ ասում ենք որ այն մարդը մեռած է մեռնում է եւ մեռած ենք համարում մեռած սեպեք չէ այն մենք մեր խոսակցությունը նրան անընդհատ մեռած է սեպում թեև նա չի ուզում մեռնի եւ նրան մեր ծնված օրվանից նա մեծացել է, հասունացել է եւ անխուսափելի է դա։ Անխուսափելի է միջև վերստին ծնվելը։ Միջև վերստին ծնվելը նա տիրական է, իշխան է, նա եկանքը, ուրիշ բան չկա։ Բայց հանկարծ օրերից մի օր նրանք որ Աստծունն են, Աստծո այդ խոսքը ճշմարտությունը թափանցում է սերմի պես, գնում հասնում է միջև այդ համապատասխան տեղը, ակունքներին որտեղ այդ զորությունը ունի կենթանի է եւ զորավոր այս բոլոր բառերը ես կշռված եմ ասում եղբայր մարդկային առումով էլ այդպես է այն սերմը որ զորություն չունի կամ կենթանությունը այդքան ակտիվ չի նա երբեք չի հասնում եւ չի բեռնավորում պետք է լինի կենթանի եւ զորավոր եւ Աստծո խոսքը այդպիսին է ու իր տեղը հասնում է եւ ծնունդ է մեջտեղ բերում եւ եկեղեցին համարվում է սյուն եւ հաստատություն
ճշմարտության։ Ինչու՞։ Որովհետև եկեղեցի ասածը հենց գլոբալ առումով, ընդհանրական առումով, քանի որ նրա ամեն մի անդամները այդ ճշմարտության միջավայրը ունեն, որտեղ որդի է ծնվում, ուրեմն գլոբալ առումով նա իրանից ներկայացնում է հենց այդ միջավայրը։ Դրա համար էլ հարց է։ Պատկերացնում եք ուր է գնում, այսինքն նա այն մատրիցան է, այսինքն արգանդը, որտեղ այո Աստծո որդի է ծնվում։ Եվ դա հավիտենական է։ Ահա ինչ խորություն ունի այս ամեն ինչը, որ մենք խոսում ենք, ես ժամանակ չկա, մենք չենք կարող այս ամենը խոսել, բայց ես ուղղակի կխնդրեի, որ մեր եղբայրներ քույրերը տեսնեն, որ Աստվածաշունչը սահմանափակ չէ, չի սահմանափակվում այնքանով, ինչքանով, որ ասենք, այս պահին Փրկությունով, արիս հենց պայմանական բառ ասենք, չի սահմանափակվում այն փրկությունով։ Պահին, որ մենք ունենք, ինչ էլ որ ունենք, սա դեռ որովհետև մենք գործ ունենք հավիտենականության հետ։ Ուրեմն երբեք վերջակետներ չդնենք, երբեք մեր կարծիքը չհամարենք, որ դա Աստծո կարծիքն է եւ վերջ, զգուշանանք, որ հանգարց մենք մեզ չտնենք իր տեղը։ Եվ այդքանով ուրեմն կուզեի ավարտել, իհարկե հիշեցնելով, որ առաջի Կորինթացիս եկեք դա էլ կարդանք ու վերջացնենք եւ եթե կարելի է։ Ուրեմն առաջի որը ավելի գործնական բնույթ կտա այս ամեն ինչին, ասելով թե հոգևորը որն է, ցույց տալով թե այդ հոգևորը որ իր գործընթացի իր աճի մեջ չի, թե ինչ է լինում։ Ուրեմն առաջի Կորինթացիս 3 առաջի համարից կարդանք, ասում է. «Եվ ես եղբայրներ չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ»։ Ինչու՞, ախր մենք խոսում ենք հոգևոր մարդու մասին, չէ՞։ Հիմա առաքյալը եղբայրներին է դիմում, եղբայր են։ Չկարծենք, թե անհավատ մեկն է։ Չկարողացա ձեզ հետ, ինչպես հոգևոր մարդ, ինչպես հոգևորների հետ խոսել, այլ ինչպես մարմնավորների հետ, կամ շնչավոր, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը, դες դրանք Քրիստոսում են։ Կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող։ Ուրեմն այստեղ տեսնում ենք ժամանակաընթացք, այսինքն այն վաղ չէիք կարող էինք ասել, հա, լավ, այն վաղ նոր էի, բայց հիմա էլ չեք կարող։ Այսինքն ինչ որ ժամանակ հետո էսի չէ կատարվում, չէ՞։ Վարդապետներ պիտի լինեիք, բայց մենք տեսնում ենք, որ չէ։ Որովհետև տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում, չէ՞ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Այո։ Այսինքն Սուրբ Հոգով չեք առաջնորդում։ Այդ Աստծո որդին, նոր մարդը, ներքին մարդը, որ պետք է Աստծով առաջնորդվի, ոչ թե մարդկային բաներով, չի առաջնորդվում, որովհետև փոքր է, դեռ ծառայի դիրքի մեջ է, դաստիարակի կարիք ունի։ Ամեն։ Բայց ինքը որդի է, ինքը եղբայր է, մենք ստեղ պետք է տեսնենք սա։ Որովհետև երբ որ մեկը ասի ես Պողոսյան եմ եւ մյուսը ես Ապողոսյան, դուք կարող եք շարունակել այսօր այդ բոլոր հարաբանական անունները։ Չէ որ մարմնավոր եք, չէ որ մարմնավոր եք, ինչումն է բանը, ինչ կա այստեղ, եսը չի մեռնում։ Մարմնավոր եք, այսինքն այդ հոգևոր ծնվածը, որ ասեցի, որ նրանով է պայմանավորված եսի մահը,
ուրեմն եթե նա չի աճում, նա այնտեղ է։ Նրա մեռնելու չափը փոքր է։ Եթե մանուկ է, նա էլ է քիչ չափով մեռած։ Եթե հաստատուն մարդ լինես, այսինքն նա արդեն կամաց ոչնչանա այդտեղ։ Եվ այդ փոխարինումը տեղի կունենա Աստծո պատկերի վերականգնումը։ Արդ ով է Պողոսը կամ ով է Պողոսը, միայն պաշտոնյաներ կամ ծառաներ։ Երբեմն հավատացյալները ինձ արդեն տալի պաշտոնյա, որովհետև մենք հայերենով պաշտոնյա որ թարգմանել ենք, մի քիչ ուրիշ բան ենք սկսում մտածել, դիրեկտորա կամ այնտեղ ուսադիրները բարձր են եւ չէ դրա սրանք դիակոնոսն են, այսինքն սպասավոր կամ ավելի ճիշտ ծառա։ Ուրեմն ծառաներ են, որոնց ձեռքով հավատացիք եւ ամեն մեկին ինչպես Տերը տվավ։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը։ Ուրեմն հետո խոսի արդեն այդ ծառաների վարձատրության մասին եւ այլն։ Ուրեմն այս հատվածը նույնպես ցույց է տալիս հոգևոր մարդու ինչ լինելը։ Որ հոգևոր մարդը չէ որ հոգևոր չեք, չկարողացա ձեզ հոգևորի, որովհետև չեք աճել։ Ինչու չեք աճել։ Ասում է աճեցնողը Աստված է, ուրեմն ինչ է, Աստված չի աճեցրել։ Ոչ, Աստված աճեցնող է, բայց Աստված ծառաներին է տվել, որպեսզի ջրեն։ Խնամեն։ Եթե չխնամես, չի աճի։ Դրա համար հետո խոսում է այդ ծառաների աշխատանքի, վարձատրության եւ նրանց նվիրվածության չափի մասին։ Քաջալերելով, որ եկեք այնպես աշխատեք, որ ձեր աշխատանքը արդյունք ունենա։ Երբ որ կրակով անցնի, արդյունք ունենա, որ արդյունք ունենան ոսկին, ընտիր քարերը, թանկարժեք կամ արծաթը։ Նրանք, որ ոսկիով անցնեն, փորձություններով, հավատքի փորձությամբ որ անցնեն, կմնան։ Այսինքն արդյունք կունենան։ Արդյունքը որն է? Աճը։ Հոգևոր մարդու աճը։ Այսքան է եղել, Տերը ողորմի եւ այսպես եղավ այսօրվա մեր ուղղությունը այս թեմայի։ Հովանես եղբայր, շնորհակալ ենք, շատ իրոք կարևոր էր, մեր մեջ նորից թարմացավ եւ շատ կարևոր էր սա, որովհետեւ իրոք հոգևոր մարդու կերպարը, անկեղծ ասեմ, այդ խոսույթը կամ այս գաղափարը աղավաղված է երբեմն մարդկանց մոտ, ով հասնի, ում հասնի, կարասի հոգևոր մարդ եմ, հոգևոր, սա հոգևոր է, նա հոգևոր է, մի տեսակ ինչ-որ խառնա շփոթ, այսպիսի երևույթ էր, եթե հոգևոր, ապա ինչ, այսօր կարծես թե ավելի պարզվեց, հասկանալի դարձավ հոգևոր մարդու կերպարը, որը Աստծո սերմը որպես ժառանգություն ընդունել է իր մեջ եւ այդ ժառանգությունը աստիճանաբար դրսևորվում է մարդու կյանքում, որն է Աստծո պատկերը, նմանությունը, նրա պես լինելը։ Ես հիշեցի նաեւ այս խոսքը, տեսնելով ձեր բարի գործերը, սա է ժառանգությունը։ Այսինքն եթե բարի գործերը ժառանգություն չէ, ապա ի՞նչն է ժառանգությունը, ի՞նչն ենք պատկերացնում, ի՞նչն է ժառանգություն, իսկ բարի գործերը դա Աստծուց է։ Ինչ է։ Բարի գործեր այն դեպքում, երբ որ ձեր մեջ բարի բան չկա։ Տեսնում ես կոնտրաստը, այսինքն մեր մեջ որ, այսինքն այդ մարդու, այդ հին մարդու, դրսի մարդու, մեր եսի եւ այլն, դրանով առաջնորդողի մեջ բարի բան չկա։ Չկա, չի կարա լինի։ Բարի գործության մասին չի դա։ Առաջանում են, այո։ Մենք կարող ենք ասել։ Վերիմաստության մեջ է։ Այո, խաղաղարար, հեզ, հլու, անկողմնակալ։ Բարի գործերով եւ պտուղներով լեցուն։ Բարի գործերը, այո։ Հովանես եղբայր, կարող ենք ասել, որ բարի գործերը դա բարեգործության մասին չի։ Եթե ավելի փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը, դա խոսում է որակավորված կյանքի մասին։ Կյանք, որը
Եկնային որակա կրում, եկնային մշակույթ, եկնային լեզվամտածելակերպ, սրա մասին է խոսքը։ Սուրբ հոգու կտուրի մեջի բարությունն է։ Ամեն, շատ ճիշտ ես։ Ոչ թե բարի իջարի գիտության ծառի բարություն։ Այո, աշխարհն էլ ունի բարեգործություններ։ Այո, դա կենաց ծառից բխող բարությունն է։ Դրա մասին է խոսքը։ Եվ մենք չպիտի խառնենք մեր եսը հպարտացնելով բարեգործություն արեցինք։ Այդ մեր եսի բարդությունն է։ Ճիշտ։ Շնորհակալություն Հովհաննես եղբայր, Տեր օրհնի քեզ, շատ կարևոր, իրոք շատ կարևոր թեմա էր։ Կխնդրեմ ձեր աղոթքով ավարտենք այսօրվա եթերը։ Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ շատ լուրջ մտածելու առիթ տվեց այսօրվա թեման եւ օրը դեռ առջևում է եւ դեռ ունենք մտածելու շատ բաներ։ Եկեք շարունակենք այս թեմայի շուրջ մտածել, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ձեր աղոթքով ավարտենք, Հովհաննես եղբայր։ Աղոթենք։ Այո, մեր սիրելի երկնավոր Հայր, կրկին անգամ հիանում ենք քո խոսքի։ Ամեն Տեր։ Հալելույա։ Այս հրաշալի, այս լույսի, այս օգու, այս զորության եւ նրա կենթանի լինելու վրա։ Այո Տեր, շատ շնորհակալ ենք, որ հայտնել ես մեզ քո խոսքը, որ շարունակում ես հայտնել, որ շարունակում է այդ խոսքը մեզ աճեցնել։ Նա մեզ համար եւ սնունդ է, եւ ծնող, եւ ամեն մեր նպատակը եւ ուր որ պիտի հասնենք դա էլ քո խոսքն է Տեր եւ այդ խոսքը ճշմարտություն է շնորհակալ ենք մեզ տալու այն հոգին որը ճշմարտասիրություն է սիրելով այդ ճշմարտությունը աճելով նրանով Տեր առաջնորդի մեզ բոլորիս ասելով նկատի ունեմ մեզ լսողներին նրանք ովքեր շփվում են մեզ հետ մեր շրջապատը, մեր ընտանիքը, Տեր առաջնորդիր այս լույսով, առաջնորդիր քո խոսքով։ Խնդրում եմ նաև Տեր, նրանք ովքեր որ ունեն կասկածներ, նրանք ովքեր որ տեսնում են, որ աճ չի տեղի ունենում իրենց հոգևոր կյանքի մեջ, Տեր, արթնացրու նրանց առաջնորդիր, աճեցնողը դու ես եւ համապատասխան ծառաներ գործածիր քո հոգովդ որպեսզի այս գործընթացը տեղի ունենա այնպես ինչպես քեզ է հաճելի երկնավոր Հայր մենք խնդրում ենք միմիայն քո որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Փարթիրոջը սիրելի քույրեր եղբայրներ ես վստահ եմ որ հենց այս բանին դու շնորհակալություն ես հայտնում Տիրոջը այս առավոտի համար եւ այս խոսքի համար որ Տիրոջ խոսքից էր կիսվեցինք նորից ինչ որ բան բացահայտեցինք եւ չափորոշիչներով փորձեցինք հասկանալ մեր վերստին ծնված կարգավիճակում որ փուլի մեջ ենք այսօր կարծես թե դա էլ բացահայտեցինք Հովհաննես եղբայր շատ շնորհակալ ենք Տեր օրհնի քեզ նորից կհանդիպենք առաջ Աստված իսկ ձեզ ասում ենք սիրելի բարեկամներ եղեք օրհնված առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է ամեն